Լավս Վլադիմիր, հունցըս բալաս։ Լավը, նորմալ։ Ինչքանում։ Պարսկի։ Դայսերիտ ինչումնա, հսցնմս։ Հա։ 13-ամյա Վլադիմիրն է, արդեն երկրորդ անգամ է տնից երկար ժամանակով բացակայում, առաջին անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ էր, մայրը պատմում է, որ որդին խոստացել էր Արցախ վերադառնալուն պես տան պատերը համբուրել, 3 տարի անց ոչինչ չի փոխվել, նա տնից կրկին հեռու է և մտքում պահում է նույն ցանկությունը, որդին ամեն տեսակ դժվարություն կհաղթահարի, վստահ է մայրը, միայն կարոտը հաղթահարել անզոր է, կարոտում է ընտանիքը, տունը, բակը, դպրոցը, ընկերներին ու Արցախը։ Մեծ հաճույքով գնում եմ դպրոց, ուրախ տրամադրությամբ հաճախում է, ասում է, պատմում է դղին առօրյան, գրքերը ապահովում են, տաք շորերը ապահովում են, սաղ ապահոված պատմում են դեղի առօրյան, որ ամեն օր զբաղեցնում են, ամեն օր տանում են լավ տեղեր, տենց լավ անցնում, ասում եմ, մամ, լավ անցնում սաղ, պրոստը կարոտում ենք։ Փոքրիկ Վիկտորիան եղբոր հետ խոսելիս միշտ լացում է, չի կարողանում զգացմունքները թաքցնել, Վլադիմիրն էլ քրոջ համար նվեր է գնել, այդ կերպ է փորձում սփոփել նրան։ Հարցին ինչպես են միմյանց կարոտն առնում, Մարիան պատասխանում է վայբերով, ինքն անգամ չհավատալով իր խոսքին։ Կարոտը վայբերով, խոսում ենք, անընդհատ խոսում ենք, նայում ենք, իրար խոսում ենք, մեր առօրյան պատմում ենք, մեր առօրյան ենք պատմում, ինքն էլ դեղին է պատմում։ Վլադիմիրը մայրիկին պատմել է իր մեծ հավատի մասին, որ շուտով ճանապարհները բացվելու են, ինքն էլ վերջապես հարազատ տուն է հասնելու։ Ասում եմ, մամա, դուք տեղ մզանափիս վիճակում եք, այդ փողը պահե, դուք տեղ առևտուրը կանիք, խաղաղություն է լինելու, բացենալու ճանապարհ գալու է այստեղ։